Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը պատրաստ էր ուրանի հարստացման վերահսկողության մեխանիզմների հարցում գնալ փոխզիջման։ Այո։ Պատրաստ է երաշխիքներ տալ, որ ուրանի հարստացմանը միջուկային զենքի ստեղծմանը չի բերելու։ Պատրաստ էր մի շարք այլ զրույցների։ Անընդհատ Միացյալ Նահանգները թերևս Իսրայելի դրդմամբ Թերանին հակում էր նշաձողիչեցնել, դե գիտեք ինչ կա, բոլորը Նիկոլ Փաշինյան չեն եւ պատրաստ չեն անդադ նշաձողիչեցնել Թրամփին հաջողանալու համար, սա մեկ։ Բայց այս իրադարձությունը մի հատ ուրիշ կարևոր բան բացահայտեցին։ Դուք արդեն հասկացաք, չէ՞, որ այլևս որևէ երկրի ինքնիշխանություն հարաբերական է եւ պայմանական է որևէ երկրի անվտանգություն, որովհետեւ առանց ՄԱԿ-ի սանկցիայի, առանց ընդունված միջազգային ընթացակարգերի Միացյալ Նահանգները կարող են որևէ երկրի ղեկավարի կամ սպանել, կամ մարրևանգել տանել, դատել, իրենք են որոշում, միակ անձնմխելիության միակ բաղադրիչը մնացել է միջուկային զենք ունենալը։ Այսինքն այն երկրներն են անձնմխելի եւ պաշտպանված, որոնք ունեն միջուկային զենք։ Օրինակ Միացյալ Նահանգները նման գործողություն վստահաբար չի հանդգնի անել Հյուսիսային Կորեայի նկատմամբ։ Իհարկե։ Որովհետեւ ունի միջուկային զենք, անմիջապես կհետևի պատասխանը։ Օրինակ Միացյալ Նահանգները չի էլ կարող նման կոշտ ռետորաբանություն բանացնել առավելևս Ռուսաստանի կամ Չինաստանի հանդեպ, որովհետեւ նրանք միջուկային գերտերություններ են, նրանց հետ հավասարավես շփվում։ Այս պայմաններում Մարզպացի կա հնչում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների շարունակական պնդումները խաղաղության, անշրջելիության կամ հակամարտության էջը փակ լինելու մասին։ Գիտեք ինչի։ Չկա միջազգային երաշխիք։ Չկա Թրամփի երաշխիք։ Թրամփը մի ձեռքով երկու անգամ ընդ որում եւ 12 օրյա պատերազմի նախաշեմին եւ այս դեպքում այս պատերազմը չգիտենք ինչ անուն կստանա ամեն դեպքում երկու դեպքում էլ մի ձեռքով բանակցում էր մի ձեռքով պատրաստում էր պատերազմի իսկ ոնց կարող ես դու այս վարչակազմի երաշխիքներին հավատալ ոնց կարող ենք իսկապես